Ստրասբուրգում կայացավ Եվրախորհրդի խորհրդանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, աշխատանքներին մասնակցեցին ազգային ժողովի պատգամավորները պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ։ Նիստերի առանցքում էին աշխարհաքաղաքական զարգացումներն ու ընթացող պատերազմները։ Քննարկումներում անդրադարձ կատարվեց նաև Հարավային Կովկասում մարդու իրավունքների վիճակին։ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն իր ելույթում ողջունեց այն փաստը, որ Հայաստանն ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին ու վստահեցրեց, որ լիազորությունների շրջանակում կպաշտպանի մարդկանց իրավունքներն ամբողջ աշխարհում, այդ թվում Հարավային Կովկասում։ Մարդու իրավունքների հանձնակատարի ըստ տարեկան ելույթը նվիրված է արտի հիմնախնդիրներին, որոնք առկա են այսօր Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում։ Նա իհարկե պատասխան նաև մի շարք պատվիրակների հարցերին անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կայուն հարցերի կարգավորմանը։ Ըստ էության առաջի դեպքը չի եւ Եվրոպայի խորհրդի պաշտոնատար անձինք ըստ էության դրական գնահատական են տալիս Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկած ջանքերին, որոնք ուղղված են եղել Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների գաղափարման Հայաստանի Հանրապետությունի վերջի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։ Մարդու իրավունքների համատեքստում ելույթներով հանդես եկան մեր երկրի պատվիրակները։ Խորհրդարանականները խոսեցին Ադրբեջանում պահվող հայ գերիների, այնտեղ ընթացող դատավարությունների մասին ու կարևորեցին կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված մեխանիզմները։ Բորյանաբերգը, որը Հայաստանի Հանրապետության համազեկուցող է, որը հանդես եկավ Եվրոպական ժողովրդական կուսակցության անունից, ընդգծող չունեց այն, թե ինչ կարևորություն կարող իրենից ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռբերված համաձայնեցումը այն բոլոր հոդվածներով կազմեն խաղաղության պայմանագիրը։ Վերջինս նաև անդրադարձավ ռազմագերիների ազատման կարևորությանը եւ ընդգծեց, որ Ադրբեջանը չպետք է արհեստական խոչընդոտներ ստեղծի խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Սա այն մոտեցումն է, որը կիսում է Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը։ Հստակ ընդգծվում է այն, որ խաղաղությունը այլընտրանք չունի եւ ոչ է պարունակում Ադրբեջանին, որովհետեւ վերջինս շուտապույտ կնքի խաղաղության պայմանագիրը։ Անվտանգային հարցերից բացի քննարկումներ ընթացան նաև կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ։ Վլադիմիր Վարդանյանը հիշատակեց տարիներ առաջ տեղի ունեցած հայտնի կոռուպցիոն սկանդալները, այդ համատեքստում մատնանշեց խավիարային գործարքները։ Այս զեկույցը ուղղված էր եւ ընթացակարգի կանոնների փոփոխությանը եւ պատգամավորի վարքագծի կանոնների փոփոխությանը, որը առավել հստակ եւ առավել հաշվետու կդարձնի ԵԽԽՎ պատվիրակներին, որոնք ոչ միայն պաշտոնավարում են այս բանին, այլ նաեւ նրանց, ովքեր դատարել են պաշտոնավարել, որովհետեւ շատ բարագայում հայ եւ որ լիազորության Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ավարտում է վերջինս կարծես թե որից փոխկապակցվածություն չունի եւ շարունակում է օգտվել այն առավելություններից, որոնք վերջինս տվել են Եվրոպայի խորհրդի անպատասխան որոշումներով։ Թեմատիկ քննարկումների առանցքում էին ժողովրդավարական արժեքների ամրապնդումը եւ Եվրախորհրդի խորհրդանական վեհաժողովի անդամ պետությունների շրջանում դրանց տարածումը։